Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ եւ աշխարհասփյուր հայություն, որովհետեւ մեր հաղորդումների ընդգրկման ծավալները եւ ուրեմն քանակը եւ որակը բարձրանում է եւ դա մեզ ուրախացնում է, որովհետեւ այս ճանապարհով այս ուրեմն մեթոդով, ինչպես գիտեք, որը ավանդական մեթոդ չի, միտինգ չի, աղմուկ աղաղակ չի, գոռոց ճչուն չի, ինչը Հայաստանում շատ տարածված է, դժբախտաբար Ուրեմն մենք հաղորդակցում ենք միմյանց հետ եւ շարունակում ենք մեր շրջայցերը մեզ հետաքրքրող հարցերի շրջանակում եւ այնպիսի հարցերով, որոնք մեր ժողովրդին անպայման բարձրացնում են։ Ուրեմն ասեմ, որ մենք տվյալ պահին Կոմիտասի անվան Թանգարան ինստիտուտի դիմաց ենք, Պանթեոնի կողքին, սրբատեղիներ, որոնք մեր ժողովրդի մշակութային պատմության մեջ ոչ միայն այսօր կան, այլ նաեւ Ես կարող եմ ասել հավերժ են լինելու, որովհետև հավերժ է ուրեմն Կոմիտասը, բնականաբար հավերժ է Թումանյանը, հավերժ է Իսահակյանը եւ այսպես կարող ենք շարունակել։ Եվ մեր մշակույթն է հավերժ, եթե հավաքական ասենք, եւ ասեմ նաեւ, որ Երևանյան այդ սովետական տարիների խառնիչ աղանջ ճարտարապետությունից, շինարարությունից եւ աղճատումներից զատ սա մեր քաղաքի այն հրաշալի անկյուններից մեկն է, որտեղ այս ճաշակով հայկական ճարտարապետության կոթողն է բարձրացել եւ ինչպես գիտեք հեղինակը ուրեմն շատ շնորհաշատ ճարտարապետ եւ արվեստաբան, այդպես ասենք, Արթուր Մեշյանն է։ Շնորհակալություն դրա համար եւ ձեզ եւ իրենց։ Հիմա ինչն է խնդիրը։ Հիշում եք անցած ժամի հաղորդման անցած գիրակի եւ վերջի գիրակիներին ես ձեզ ասել եմ, որ մենք հզորացման կարիք ունենք Եվ այդ հզորացումը չափազանց կարևոր է։ Ուրեմն այդ հզորացումը կարող է լինել պետության նյութական հզորացումով բանակով, դա խիստ անհրաժեշտ է, բայց դա բավարար չի։ Դա քաղաքագիտության մեջ այդ ուժը կոչվում է կոշտուժ, բանակային, զինված, տնտեսական եւ այլն։ Անշուշտ որ սա պիտի լինի, բայց ժողովուրդներն ու պետությունները միայն կոշտուժով չեն, որ ապրում են, այլ շահում են այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք ունեն մշակութային անցյալ որոնք ունեն մշակութային ներկա եւ որոնց մշակութային ապագան, քաղաքակրթական ապագան վտանգի տակ չէ։ Այստեղ մենք ունենք առավելություն, գիտեք, Հայաստանյաց ուրեմն քաղաքակրթական ներկայությունը անկախ այսօրվա վիճակից Մերձավոր Միջին Արևելքի ուրեմն հանճարեղ հուշագոտողներից մեկն է։ Եվ այդ իմաստով հայ մշակույթն ու հայ քաղաքակրթությունը համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության անբաժան մասն են։ Դա ես նկատի ունեմ փիլիսոփայությունը, ես նկատի ունեմ ճարտարապետությունը, նկատի ունեմ բանասիրությունը, նկատի ունեմ նաև պատմագիտությունը, բայց ոչ սովետական պատմաշինությունը, որ այլանդակում է մեր ժողովրդի անցյալի ներկա եւ ապագայի պատկերը եւ այլն, բայց դրանց մեջ է նաև մեր ժողովրդին եւ Մերձավոր Միջին Արևելքին ավելի շուտ միջերկրածովյան քաղաքակրթությանը շատ հարազատ ու մոտիկ թատերական արվեստը Դուք պիտի իմանաք, ես վստահ եմ, որ գիտեք, որ հայ թատերերգությունը այդ միջավայր, այսպես ասենք, հունահռոմեական հայկական միջավայր է մտել Քրիստոսից առաջ, դեռևս 100-ամյակներ դրանից առաջ, եւ հայ ժողովրդին թատրոնը հեռու չի, ինչպես նաեւ երաժշտությունը եւ այսպես ամեն ինչ։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Սրանք ինքնին նվաճումներ են, որ ոչ միայն տվյալ ժողովրդի հարստությունն են, այլ նաեւ Աշխարհի պատկերն են ներկայացնում։ Մեր պարագայում քրիստոնեական քաղաքակրթության հիմնականում պատկերն է ներկայացնում։ Մենք ձուլվում ենք քրիստոնեական քաղաքակրթության անբաժան մասը կազմող ընդհանրությանը, որպես այդ քաղաքակրթություն մշակույթ ստեղծած ժողովուրդներից մեկը։ Սա ինքնին հասկանալի է, բայց դա քիչ է, նկատի ունեցեք։ Մենք դժվարին, մեր հանրապետությունը, մեր երկիրը շատ դժվարին օրեր է ապրում։ Դուք տեսնում եք, որ ինչպիսի դաժանությամբ է մեր ողերին բարեկամը քայքայում հասարակության հիմքը, ինչպիսի ստրուգների ողմակներ ունի, որ ներսից են քայքայում, ինչպիսի հարևաններ ունենք, որ տվյալ դեպքում անհայտ ծագումով ուրեմն օրը մեկ կերպարը փոխած, մեկ պարսիկ դառնող, մեկ թուրք դառնող, մեկ աղվանացի, մի օր էլ գուցե հայ դառնան, ադրբեջանցիների մասին է խոսքը։ Եվ կողոպուտ է նաև մշակութային ու քաղաքակրթական։ Հիշեք հետևյալը, Ռոբերտ Քոչարյանի չարագուշակ կառավարման տարիներին այդ միակ տղամարդու Ալիև այս ֆաշիստը Նախիջևանի ուրեմն խաչքարերի ամբողջությունը Արաքսծովը լցրեց,
բայց այս միակ տղամարդը ծպտուն չհանեց, սարսափած վախով։ Բայց այսօր ուրեմն նորից Արցախը կազմակերպված Թուրքին հանձնելուց հետո ռուսների կամքով հիմա նորից աշխուժացել են, նորից ուրիշ բան են ուզում։ Բայց այստեղ է որ մենք երկրորդ համաշխարհային պատերազմի բանաձևը հիշում ենք։ Ոչ մեկը չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվում, ավելին ասեմ չի մոռացվելու։ Ուրեմն Ղարաբաղյան կլանը եթե կարողություն ուներ, եթե կողոպուտը չէր իր նպատակը, եթե գանձակողությունը չէր, մանկապղծությունը եւ այլն, Նախիջևանի խաչքարերի ոչնչացման օրերին պատերազմ պետք է հայտարարել Ադրբեջանին եւ հայկական զորքը մտցնել Նախիջևան։ Ինչու՞։ Եվ այդ ժամանակ եւ արդար կլներ, եւ հիմնավորված կլներ, եւ նաեւ բացատրելի կլներ, որ պատերազմ ենք անում հանուն Հայաստանի մշակույթի եւ քաղաքակրթության։ Հիմա այդ օրերը գետնի տակ մտած, փորի վրա պարկած, հիմա հոխորտում են պետությանը մղելով այն վիճակում, ինչպեսի մենք գտնվում ենք պատերազմի։ Հիմա ուզում եմ ասել, սա պիտի հասկանանք բոլորս եւ ոչ մեկը չպիտի ճողոբրի եւ ուրեմն դուրս մնա ազգային արժևորման համակարգից։ Հիմա վերադառնանք իմ ասածին։ Ճիշտ է որ ուրեմն այդ կոշտուժն է կարևոր առաջին հերթին, բայց կա երկրորդ մասը։ Կարելի ասել որ ավելի կարևորը փափուկ ուժն է։ Այսինքն տվյալ ժողովրդի մեր պարագայում Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի մշակութային ամբողջականությունը, քաղաքակրթությունը, որի մասին ես ասեցի։ Դրա միջոցով իմացեք, փափուկ ուժի միջոցով, որը ուրեմն իր ճարտարապետությունն է նորից կրկնենք, իր փիլիսոփայությունն է, իր աշխարհայացն, իր երկրի պատկերն է եւ մշակութային համաշխարհային հորձանուտի մեջի ծառայությունն է, իսկ հաջորդի ծառայությունը անսահման է։ Այստեղ գիտեք շատ եմ ասել, այդ իմաստով մենք պետք է ինչ անենք, մեր ժողովրդին հիշեցնենք, որ պետությունների համար խաղաղ ժամանակներում հատկապես կարևոր է դառնում փափուկ ուժով աշխարհին ներկայանալ առաջին եւ երկրորդը եւ գլխավորը երկրորդը բայց գլխավորը սեփական ժողովրդի ճաշակը բարձրացնել ռաբիզից, գողականությունից, աղջատված ազգային ինքնագիտակցությունից, պետության դեմ ունեցած թշնամանքից, ինչը որ դրսևորվում է մեզ մոտ, հատկապես գողական բարքերով ապրած կանցակողերի ահռելի ողմագի արկայությամբ, ունես բոլորից հրաժարվել է պետք եւ աշխարհին ներկայացնել այդ բոլորը։ Հիմա կոնկրետանամ այս օրվա կոնկրետ նպատակի վրա։ Մենք գիտենք հետեւյալը, որ մեր ժողովրդին ոչ միայն սպորտ է պետք, ես կասեի ավելի շատ մեր ժողովրդին պետք է ֆիզկուլտուրա, այսինքն ազգաբնակչության իսկական ֆիզիկական դաստիարակություն, որտեղից կծնվեին սպորտսմեններ, մրցանակակիրներ եւ այլն։ Բայց մենք ունենք սպորտ, չունենք ֆիզկուլտուրա։ Եվ այդ ֆիզկուլտուրան արդեն վերածվում է առևտրի, դա վերածվում է մրցապայքարի եւ այլն։ Ես դա չեմ ասում չունենանք այդ բոլորը պիտի լինի, բայց բոլորդ էլ հասկանում եք, որ ժողովրդի ամբողջական առողջությունն ու ուրեմն այդ հոգեկան կորովը շատ ավելի կարևոր է, որտեղից նորից նույն սպորտսմենները կծնվեն։ Հիմա երկրորդ մասով ասեմ։ Ուրեմն մենք ունենք արվեստի բազմաթիվ ճյուղեր եւ այլն, բայց մեր համար կան ավանդական ուղղություններ, որոնք մենք պարտավոր ենք ոչ միայն պաշտպանենք, հիշենք, այլ նաեւ վերականգնենք ու զարգացնենք եւ դա թատրոնն է։ Դուք հիշում եք այդ պատմությունը, ես կարծում եմ բոլորդ գիտեք, այն Արտավազդ արքայի, Արտավազդ երկրորդի, որը գիտեք մեր տաղանդաշատ հանճարեղ արքաներից մեկն էր, թատերակետ, արվեստաբան, ես կասեի նաև գեղեցիկով հիացող եւ սիրահար երևի թե, որին խաբեությամբ տարան Կլեոպատրայի գերության Եգիպտոս եւ հետո ուրեմն գլխատվեց։ Ինչքան հիշում եք, եւ ես էլ փորձեմ հիշել, որ նաև այս արքան բազմաթիվ տեղեր թատրոններ է տվել, ինքը պիեսներ է գրել եւ այսպես շարունակ։ Ես ինչու եմ անցյալը հիշեցնում ամեն անգամ, որտեղ մեր ժողովուրդը հստակ պիտի իմանա, անցյալ չունեցող ժողովուրդը ոչինչ է։ Անցյալը մոռացող ժողովուրդը նախիրի է վերածվում ինչպես Ադրբեջանի ժողովուրդն է։ Դի զբաղվի ուրիշի կողոպուտով, թալանով, ուրիշի սեփականությունը, մշակութային նվաճումները սեփական ներկայացնելու մաղձով, դա էլ ինչպես ասում են շատ երկար դրանով լինել չի կարող։ Իսկ այն ժողովուրդները, որոնք ունեն մշակութային արմատի վրա վերականգնման հնարավորություն, դա բացառիկ արժեք է եւ այստեղ մեր թատրոնն է։ Հիմա չերկարացնեմ, ուզում եմ ասեմ, որ հայտնի է գիտեք Արտաշատի թատրոնը, ամֆիթատրոններ եւ այլն։ Այսպես հիմա գալիս ենք, հետո դուք գիտեք, որ մենք ունեցանք լավագույն թատրոններ Արևմտյան Հայաստանում, երբեք չպետք է մոռանալ, Պորսում հատկապես, Զմյուրնիայում եւ Արևելյան Հայաստանում, Թիֆլիսում, Բաքվում եւ այլն, որտեղ հայ մշակույթն էր, որտեղ չկար նաեւ ազերի թուրքը, կար թաթարը։
ուրեմն հետո վերածված իբրև թե Թուրքի եւ այլ։ Հիմա տեսեք, ասելիքիս իմաստն ինչն է, այսօր Հայաստանը վերականգնման կարիք ունի։ Մենք բոլորս պիտի ջանք խնայենք Հայաստանը, դարձնենք այն պետությունը, որը ունի ոչ միայն զինված ուժեր, ոչ միայն տնտեսություն, այլ ունի մշակույթ, թատրոն եւ այլն։ Հիմա թատրոնի բարակայով հարցը պատկան մարմիններին է։ Դուք տեղյակ եք ինչ է կատարվում Հայաստանի թատրոններում։ Դուք տեղյակ եք, ինչպես որ խոսում են մասնագիտական շրջանակներում, որ թատրոնները վերածվել են ադմինիստրատիվ իմաստով կլանների տիրույթի շրջանակի։ Ինչպես կարող է հարազատների հանձնված թատերական միավորները ստեղծագործական աշխատանքի աղբյուր դառնան։ Դուք նկատի ունեցեք գողապետությանը կամ լութոկրատ իշխանությանը, որ եղել է մեզ մոտ, որ այդպես էլ չի ավարտվում, կամ խորքի պետությանը հատուկ է կլանային մտածողությունը, կլանային կազմակերպման ձևը, իսկ արդյունքը մենք տեսել ենք, ջախջախվել ենք այդ կլանայինի համար։ Ինչ եմ ուզում ասել։ Ես կարծում եմ, որ եւ դա ԿԺԿ տեսակետն է, որ մշակույթի նախարարություն պետք է վերստեղծվի, առանձնանա, որովհետեւ հայ ժողովրդի այցեքարտը համաշխարհային ընկերակցության շրջանակներ իր մշակույթն է, իր կոմիտասն է, իր Արամ Խաչատրյանն է, իր ուրեմն այդպես ասենք, Արթուր Մեշյանի իր ստեղծած ստեղծագործություններն են, եւ այսպես շարունակ, Թամանյանն այսպես եւ այսպես կարող ենք ասել։ Ուզում եմ ասել, որ թատերական ոլորտը պետք է ընդհանրապես մշակույթը պետք է առանձնացվի եւ այդ մշակույթը պետք է ներկայացվի աշխարհին բարձր որակով, դասական մշակույթի որակումներով եւ դեպի առողջություն գնացող իր ձգտումով։ Այդպեսին եղել է Հայաստանը, այդպեսին պիտի լինի Հայաստանը, բայց այդպեսին չէ Հայաստանը։ Հետեւաբար ուրեմն պետք է առանձնանա եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ որոշումով թատերական օբյեկտների, թատրոններ, սպասարկող կառույցներ եւ մի ինչպես ասում են ինվենտարիզացիա պետք է անի ստուկի նյութատեխնիկական բազայի հնարավորությունները եւ այդ դրա հետ կողքին նաեւ թե թատրոններում ինչ որակի դերասաններ են մեկ եւ երկրորդը ինչ ռեպերտուարներ ունեն խլամ ռուսականացած հին բարքերով չգիտեմ ինչ որ գիտեք էլի այս բոլորը պիտի վերանան ունենք նաև բատե առիթ այսօր մենք դաշնակիցներ կամ բարեկամ երկրներ ունենք որպես Ֆրանսիան ունենք Միացյալ Նահանգներ եւ այլն եւ նկատի ունեցեք որ ֆրանսիական անգլիական մշակույթի ուրեմն փոխհամատեղումը Հայաստանում եւ հակառակը Հայաստանից դուրս հնդկական մշակույթ եւ այլն այս բոլորը պիտի շարժվի եւ մենք այս կողական բարքերից եւ ռաբիզը վերջը հաղթարելու ենք թե չէ Դեմանալու ենք այդ նույն կալկալոցների եւ անընդհատ բողոքի շրջանակներում։ Չերկարացնեմ Ժողովուրդ ջան, ասեմ հետեւյալը։ Դուք գիտեք, որ ԿԺԿ աշխատանքային խումբը երևի արդեն 5 կամ 6 տարի է, 5 տարի հաստատ է, ամեն տարի ամեն կիրակի գրեթե առանց բացառության Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում է եւ Հայաստանից դուրս հայաշատ հայաբնակ վայրերում է։ Օրինակ նախանցած տարի մենք ամբողջը Ջավախք երկրամասի մեր մշակութային կարևորագույն կոթողներին եւ նրանց վիճակին ներկայացրեցինք։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունն ենք վերցնում, ասեմ, որ սովետական միության ժամանակներից շատ են մնացել ուրեմն մշակույթի տներ, օբյեկտներ, որոնք մի որոշ պարագայում օգտագործվում են քիչ շատ բարվոք վիճակով, իսկ շատ տեղերում ուրեմն կուլտուրայի տներ էին ասում, մշակույթի այդ տները բացի թողի վիճակում են, որոնք ունեն հրաշալի տուֆակերտ շենքեր, ճարտարապետական իրենց ուրույն կառույցներով, զուտ հայկական եւ համաշխարհային այդ ստանդարտի մեջ, բայց ուրեմն ողբերգական իրականության մեջ է, ինչքան ես հիշում եմ, մեր դիտարկման արդյունքն եմ ասում, այդպես է հատուկ Շիրակ Անիի տարածքը, Անիի այդ ուրեմն Շիրակի այդ հատվածը, ուղղակի կհիանաք շենքերի կատարելությամբ, եթե մոտենաք, բայց ուղղակի ցավ կապրեք եղած վիճակի համար, չեմ ուզում եմ ասել, այստեղ խոսք չկա թատրոնի մասին, խոսք չկա եւ այլնի մասին եւ այլն։ Ես մի բան ասեմ ու վերջացնեմ։ Մեր ժողովրդի լավագույն, զավակներից մեկը շատ բոլորի կողմից շատ սիրված Սոս Սարգսյանը ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել լսելու նույն խոսքը իրենից, երբ ասում էր Լևոն ջան, թատրոն չունեցող ժողովուրդ ում է պետք։ Ինչու է մեզ մոտ թատրոնի վիճակ այսպես։ Ինչու է մեր ժողովուրդը պետության մասին է բնական ապար խոսում, ուրեմն ինչու է այսպեսի բարձրի վիճակ եւ ինքը իր ջանքերը թափում էր որպես տավերագանգնվի չերկարացնեմ մի խոսքով առաջարկս է ստուկել հատուկ ստուկել բոլոր տեղեր այդ ընտանեկան կլանները խնամի բարեկամ հարց փեսա եւ այլն այս բոլորը պետք է դուրս շպրտվեն բանկ արվեստի հետ կապ չունեն եւ այստեղ հիշում եք կարծեմ
Բեբոյի մեջ չեն խոսքը փող, այդ բոլոր այլասերում փչացնում ամեն ինչը։ Մի խոսքով, այս գործը պիտի արվի, իհարկե հաղորդում մասնագիտական հաղորդում չի, բայց շատ լավ կլինի, որ մի բարձր մասնագիտական որակավորում ունեցող հանձնաժողով տակից վերև քննի եւ ներկայացնի այն բոլորը ինչ որ մենք ունենք, որովհետեւ իմանանք նախ ինչ ունենք եւ երկրորդ ինչու չունենք եւ ինչը չունենք։ Այստեղ է որ ասեմ, ունենք օպերային թատրոն, ես կարող եմ մասնագիտական բան ասեմ։ Քաղաքագիտությանը վաղուց բարձ է որ այն ժողովուրդները, որոնք ունեն օպերային թատրոն եւ տեխնոլոգիական համալսարան, նախկին իմաստով պոլիտեխնիկական ինստիտուտ, այդ պետությունների դեմ խաղ չկա։ Բայց հիմա ինչպեսի վիճակում է օպերային թատրոնը, ովքեր են կառավարում եւ այլն։ Ես անձնապես ոչինչ չեմ ասում, որովհետեւ մեկին նպատակ չունեմ վարկաբեկելու կամ որևէ բան ասելու, բայց հստակ է մի բան։ Ես կարծում եմ, որ ասենք Տիգրան Մեծի վերաբերյալ օպերան ամեն տարի պիտի որակով ներկայացվի Հայաստանի Հանրապետությանը։ Ինչքան ես հիշում եմ, Տիգրան Մեծին նվիրված համաշխարհային ուրեմն գրականության, թատերական գրականության, արվեստի, մի խոսքով այդ ոլորտի մեջ 18 կարծեմ օպերայի մշակումներ կան, Վերդի եւ այլն։ Հիմա օպերային թատրոնում է ներկայացնում եւ ինչ է ներկայացնում։ Ես կարծում եմ այն որակը պիտի տա ունենա, որ աշխարհի տարբեր ծագերից մարդիկ կան Հայաստանի Հանրապետություն Երևանի օպերային թատրոնում Սպանդարյանի անվան։ Այդ բոլորը դիտեն ելնեն գնան, Արամ Խաչատրյան լսեն գնան, այդ որակը պետք է մանավանդ ասեմ հետեւյալը խոսքը զորացնենք։ Դուք եք ճանաչում, ես քաչ գիտեմ եւ ճանաչում եմ շատերի, որ մեր օպերային թատրոնի հայաստանյան ներկայացուցիչները զարդարում են աշխարհի տարբեր առաջնակարգ թատրոնի դեմեր, բայց Հայաստանում մենք հազվագյուտ ենք տեսնում, որովհետեւ չկա այն որակը, ինչ որ պիտի լիներ։ Ես կոնկրետ ասեմ, կա Փարիզում, կա անունները այս անգամ չեմ ասի, Վիեննայում, կան այլուր։ Հիմա ինչն է խնդիրը։ Պետությունը պետք է նախաձեռնի այդ նախարարությունը եւ իրենց մերի իմի եւ այսպես համաշխարհային ուրեմն այդ արվեստների կարևոր ճյուղեր, թատրոն, օպերա եւ այլն, այլ մնացած չասեմ, սիմֆոնիկ երաժշտություն ինչ-որ բաներ կան, այս բոլորով զորացվի այն Հայաստանը, որի փափուկուժը կլինի հզոր եւ դրա մեջ պետք է անպայման քրիստոնեական տարրը ներկայացվի, ասեմ ինչու, որտեղ դուք տեսնում եք աշխարհում ինչ փոթորիկներ են գնում եւ միակ պետությունը, միակ կուսակցությունը, որ քրիստոնյա ժողովուրդների պետությունների օժանդակելու քաղաքական կուրսերճակետը Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունն է։ Այ հանրապետական կուսակցության ամենաբարձր օղակներ միջի նախագահ պետք է հասցնել այն փաստը, որ Հայաստանն է առաջինը պետականորեն քրիստոնեությունը, պետական կրոն հռչակած պետությունը եւ այդ պետությունը հատուկ հոգատարության առարկա եւ հետաքրքրություն պետք ունենա։ Ես ասեմ, որ հետեւյալ վերջացնեմ։ Կոմիտաս եւ Բեռլինում սովորում էր, ուրեմն այդ ժամանակվա թերթերը հուշագրություններ կան, ասում էին, որ Եվրոպայի ամենախոստումնալից երկհանը Կոմիտասն է, որ սովորում է Բեռլինում։ Որ այս բոլորը աշխարհին պետք է ներկայացվի։ Այլապես այդ խաշը, խորովածը, այդ ամենը ինչ որ կա արդեն արգահատելի է, նկատի ունեցեք։ Այդ գողապետությունը կամ լուտոկրատ իշխանության բարգերը մեկը միշտ պետք է հաջորդի կյանքից բացառեն։ Ով էլ ուզում է թող գնա ամեն իրենց տեղերում դինեն, բայց հայ մշակույթը, որը պիտի բարձրացնի հայ ժողովրդին եւ աշխարհին ներկայանա, ուրեմն դա մերը չի մենակ, դա աշխարհինն է, եւ եթե նա աշխարհինն է, ուրեմն արշագործությունը Հայաստանինն է։ Ստեսություն ձեզ, դեր եղեք ձեր փափուկ ուժին, եւ դուք կլինեք հաղթական, անընդհատ պետք չի նռալ ու բողոքել, չգիտեմ ինչերից անընդհատ, դրա կարիքը չկա։ Ինչ եղել է, մենք պետք է վերականգնվենք եւ շարժվենք այն ճանապարհով, որ ցույց է տվել ուրեմն արշագործությունը մեր ժողովրդին եւ մեր պետականությանը։ Տեսություն ձեզ։